Այսօրվա իմ հոլովակը սկսում եմ այս տեսարանից, դրսում ձմեռ, իրականում գարուն, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, բայց որոշեցի դրսից նկարահանումս անեմ, որովհետև տեսնում եք ընդեղ փայտերը, մանղալը, ամեն ինչը կար, խորոված ենք ուզում անենք, բայց եղանակային պայմաններից ելնելով էլի ենք խորոված անելու, բայց արդեն իսկ տեղը փոխած, ու ովքեր ինձ հետևում են Անահիտ Ալեքսեջում, գիտեք, որ ամուսինս եկել է ու այս անգամվա խորովածի հեղինակը ինքն է, իսկ ովքեր էլ ճանաչում են ամուսնուս, գիտեն, որ իր ձեռքի համն ու հոտը շատ լավն է, ամեն անգամ մի նոր ձևով, ամեն անգամ նոր եռանդով, ովքեր էլ շատ կարոտել են ձյունը, հատուկ ձեզ համար, մի քանի վայրկյան պահեմ, վայելեք, սիրելիներս, այսօր մարտի 22-ն է, հոլովակը երբ կտեղադրեմ էջում չգիտեմ, ժամանակի սղության պատճառով, բայց վայելենք ձյան ճերմակ փաթիլները, ու այս փաթիլների ներքո գնանք շատ այդ կողմից սիրված Անահիտի տաքուկ խոհանոց։ Սա է, հա, դա է։ Հիմա միսը ոնց ենք ջարդելու, իհարկե քոթուկի օգնությամբ, մենք իրան այդպես ենք ասում, ու քոթուկն էլ պահում ենք հատուկ տեղ, խնամված, նորմալ, լվացված վիճակում, վերջում էլ տոպրակով եմ ծածկում, որ փոշի չնստի, ավելորդ ոչինչ չլինի, ամուսինս գնաց քոթուկը բերի, ես էլ շտատիվս հարմարացնեմ, ձեզ էլ իմ հետ տանեմ Անահիտի տաքուկ խոհանոց, գնացինք, այդ մեր կլորիկ սիրուն քոթուկը լվացել եմ, սա տոպրակը կփռենք, որ ավելի մաքուր ու կոպիտ ստացվի, այս էլ հիմնականը խորովածինը կողերն է, չէ, ճիշտ ելնում, այս էլ ես, հիմա կտրտենք, այս հենց հավես կտորներ է ստացվել, քննարկում ենք, խորովենք, թե տապակի մեջ սոխով, իրահիթով սարքենք, դեռ կերևա, բայց խորովելու դեռ կա, դեռ ջարդելու էլ կա, հեսա, այդ էլ տեսնենք, սակարանք վիշտ ռուղոն վանը, մատեր կտորներով, կրճկի բանի հետ կգնա, Գերաս խմած խոս այսկա, թութակներից ծածկել եմ, որ շատ չնեղացնի ձեզ, նորից ջարդենք, միսը կտրտելուց հետո հիմա շուտով կտեսակավորենք, ստեղ ունեմ խոշորաղ, հասելու եք ստեղ թթուն է պատրաստ, այս անեկուղ կգնամ կոմպոտս քիչ կոմպոտ էլ կբերեմ, ու քոթուկը լվանալուց հետո, այս սենց հավեսով խոշոր աղ ենք անում, միգուցե ձեր մեջ մարդ լինի, որ ասի ինչի է այս աղը, որ չհոտի, չբորբոստի, այդ դրա համար, այդքան բան
տանելու ենք նկուղելի պահենք նորմալ վիճակով։ Սա մեկ Դեռ մի հատ էլ Նիկանին ցանածի չհավանեց, ասնաստասի դզմզեմ, սիրունացնեմ ու մի խոսքով տեղը բերենք։ Ուրեմն սիրելիներս միսը գտրելուց հետո ինչ ենք անում, համեմում ենք, մեր ժողովրդական դեպով ասած բաստուզմա ենք չէ դնում ու այդ պատվավոր գործը ամուսինս հանձնեց ինձ, դե ինչ ենք անում, սկսում ենք համեմել, չգիտես ինչի ես որոշեցի, որ սովորական ամենահին ու հայկական ու ավանդական ձևով եմ համեմել ու ընդամենը աղ ու կարմիր պղպեղ գնացինք, վերցրել եմ թասը, արդեն լցրել աղն ու կարմիր պղպեղը, իրան հիմա դասավորում եմ, այսպես ասած, մեր կտրտած միսը, տարբեր ձևով ենք, տարբեր կտորներ կան, խորովածի բաժնի մեջ, հիմնականը կողերը, չալաղաճները, մենք հայերս սիրում ենք, չէ, այդ տարբերակով, կաթսայի հատակին արդեն ավելացրել էի աղը, պղպեղի հետ խառնած, նույն ձևով հիմա եմ անում ու այսպիսի թմբլիկ, սիրուն կտորներով, որ հասցրեց կտրի ամուսինս, պատրաստում ենք մարինադ, խորովածի միսը, բաստուզմա ենք դնում, որ երեկոյան մնա ու արդեն կիրակի բարելույթ սախարը մեր խորովածը կանենք ու հլստեն նայեք ինչ կտորներ են, ինչ չալաղաճներ են, քանի որ տեղը տեղին շնորհքով հյուրեր ենք ունենալու, ուզում ենք ամեն ինչ անել հավուր, պարզ, շատ ջին, այսպես, սա է այս մյուս կողմը ու ինձ մոտ մնաց վերջին կտորը, որ ես կհամեմեմ, աղու պերեց կանեմ, մի հատ ընդհանուր, առանց ցիտրոնի, առանց որևիցե մի բանի, իրանց համեմելու ենք, անգամ գլուխ սոկ չեմ դնում ու իրանց ինչքան ուզում խնամքով դասավորեցի, բայց խառնելը ճիշտ է, ասեք, որ կա նման բան, եկեք խառնենք տեղը տեղին, որ ամեն կողմից միսը լավ աղն ու պղպեղը վերցնի, մի հատ էլ այսպես լավ խառնենք, թողենք, որ համեմվի, այսպես, բերան
Լավաշանը կծածկեմ, կտեղավորեմ սառնարանում ու մենք կհանդիպենք իրակի օրը, այսօր շաբաթ երեկո, իսկ թե երբ կհայտնվի իմ խոհանոցային էջում, ցույց կտա ընթացքը։ Վերջ, առայժմ բարի խաղաղ գիշեր բոլորիս։ Այստեղ արդեն կամաց նախապատրաստում եմ խորովածի հետի համովությունները եւ եկեք գնանք դուրս, տեսնենք ինչ է կատարվում դրսում։ Այս ընդ ջունառատ շատ ձյունոտ եղանակամ ու այն մեծ ու թմբլ կտորները ամուսինս որոշեց, որ ցանցի վրա խորովի։ Բարբեկյու։ Ինչ? Ամերիկական բարբեկյու իմանում։ Հա։ Ամերիկյան բարբեկյու։ Ահա։ Մի մասը սենց, գրակը ինչ ավեսով, սիրուն, վարվում է, այստեղ մյուս մասն էլ շշերին է արդեն, այս լավաշը դենի կա, լավաշը, Ընդեղ վերել եմ կացան, լավաշը, կտրտած սոխը, մի խոսքով, ինչ որ պետք է խորովածի համար։ Ահա, այսենց բաներ։ Արդեն իսկանուշ բույրը տարածվեց։ Այս անգամ որոշեցինք, որ ավանդական ձևով աղու կարմիր պղպեղ։ Հիմա տատիկներ տենց անեմ։ Մենք էլ ասեցինք այս անգամ սենց անենք։ Ու այ սենց տեսարան։ Ջուն, սպիտակ ջուն, ջերմակ ջուն։ Ահա։ Մասն կանգնեմ ու պատրաստենք այս համերությունը ընկերովի ահա Տեսնեք ինչ կլի հիմա։ Համեցեք։ Սովորականի նման պտտելու ենք, որ ամեն կողմից խորովի և վերջ։ Այ սենց սիրան։ Հանդիսան։ Ահա, դե հիմա եկեք տեսնենք այս հատնտիր երևում է խորովածը, հելը նայեք, ընտիր, հյութեղ, սոճնի, ստեղ են ասում, վայ չուտողին ծածկեմ մինչև մատուցեմ։ Այ հիմա եկեք մատուցենք, այս լավաշը ամենահամերներից է, չէ, խնդրեմ, հələ տեսեք,
ընտիր, հյութեղ, համեղ, արտակարգ, կտորներ, որ ստացվել է աննկարագրելի տեսքով ու բույրով։ Դե ինչ, սիրելիներ ջան, երևի սա էլ այսպես տնես, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, իսկ մենք կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսերը։ Ահա, իսկական, հայկական, ավանդական խորոված։ Սիրելիներս, ընտիր, համով, արտակարգ, ընդեղ արդեն հավաքվում ենք, համեցեք։